Դես այս տարի անելու ենք, չէ։ Մայրիկ ջան, բարև ձեզ։ Ոնց եք։ Ոնց եք, ինչ տրամադրության եք։ Փարքացու, առողջանեք բոլորս միասին։ Նա նվիրեմ ձեզ սրանից։ Էս Չէ որ գոյությունակալ են ձեզանից հաստատ։ Ով ինչ ասում եմ մեր վեճն էլ չի։ Հաստատ։ Մենք ձեր կողքին ենք իմ ընտանիքով իմ Շնորհակալ եմ, արածներով։ Մարիկ ջան։ Մենք էլ ձեր Շնորհակալ ենք, որ դու Դուք հաշվի եք առել։ իրան ճանաչում եք, իրան ճանաչում եք։ Բարև ձեզ։ Առողջապահ։ Առողջապահության նախարարություն։ Իրա- Ես ինֆարկտ տարածքին եմ։ Ահա։ Չաշված ընտանիքս ահավոր վիճակի մեջ է։ Հիվանդության պատճառներ հենց հիմա հարցը արկածա պրիստուպի մեջ։ Որ դեղորայքն ծրի կընդունենք։ Բժշկ սպասարկում եմ ծրի, մեր համար աշխարհը։ Շատ Այսօր էլ իրա ծնունդն է։ Այսօր էլ իրա ծնունդն է։ Այսօր էլ իմ երեխեքի, զույգ երեխեքից ծնունդն է։ Աստված պահի, Աստված պահի։ Շատ գոհ Աստված պահի։ Դե առողջություն, առողջություն, հարցիկին, առողջություն։ Բաներ մեր կյանքի համար։ Հիմի բա որտեղ ենք։ Էսել է քաղաքի մաս, բայց էսի բան է։ Մի քիչ նայենք, տեսնենք, այսա գնանք, հա, այսա կգնանք։ Ահա, այս եկել ենք հասել ստեղ, այս մարդկանց չբարևենք մի հատ։ Եղբայր բարև ձեզ։ Ոնց եք եղբայր։ Ինչով եք զբաղվում, ինչ տրամադրության եք, ինչ հալի եք։ Շատ լավ։ Աշխատանք։ Ինչ Արևային համակարգում արևային։ Ահա, այդ եղավ գործ։ Իմիջայլոց Վարդենիս տարածաշրջանը արևային էներգիայի ամենահզոր տարածաշրջանն է։ Գեղարքունիքի, բայց հատկապես Գեղարքունիքում էլ հենց Վարդենիսը շատ լավ է։ Լավ է գործերը։ Դուք ծնունդով Վարդենիսից եք։ Այսինքն Աշխատանքի բնույթով եմ այստեղ։ ապրում եք այստեղ հիմա թե չէ։ Դե լավ է, էլի։ Այդ լավ է, որ հիմնականում մարզից գնում ենք, մենք բոլորս գնում ենք Երևան ապրելու, տնտեսությունը ուզում ենք նաև նենց կարգավորենք, որ նաև Երևանից մարզ գալու առիթ եւ հնարավորություն լինի, նենց որ ուրախ ենք։ Գիտեմ, որ գործերը լավ է, որովհետեւ տես արևային համար մադել բան ասում են։ Չի արեցին ամսեկան, որ ամսեկան անեն, այն ժամանակ Եղբայր։ կանոն կուտակում էին, ապրում էին ժողովուրդը։ Եղբայր, տեսեք, ընդհանուր այդ հասկանում ենք, բայց ինչ խնդրեմ կա։ Ինքը արևային համակարգը, որ այդքան այդ համակարգը ընդհանուր էներգետիկ համակարգի համար խնդիրներ է ստեղծում։ Որովհետև ինչն է խնդրեմը։ Խնդրեմը հետևյալն է, որ արևը ցերեկը կա, իրիկունը չկա։ Ցերեկը այնքան արև կա, հիմա մյուս էլեկտրական կայանները պետքա նվազեցնել եւ այլն։ Իսկ մենք ատոմակայան, ջերմային կայան եւ այլն, այդ նենց բան չէ, էլի որ միացնենք անջատենք, այսինքն ինքը բարդ process է։ Դրա համար մենք էլ չուզենալով որոշ կարգավորումներ ենք անում, որ մի քիչ հավասարեցնենք, որովհետեւ կարան այդ էլեկտրակայանները բան անեն, էլի, խնդիր ունենան, համեմատ ուրիշ խնդիր էլ կա։ Օրինակ նույն այդ էլեկտրակայանները ինքը պայմանագրերը նախկինում էլ տենց է կնքած, որ առնես չառնես էլեկտրական հոսանքի փողը պետքա տաս, որոշակի պայմանավորվածության, դրա համար մի քիչ կարգավորում ենք, որ մի քիչ սենց անենք, որ մինչև կուտակային կայաններ ստեղծել են։ Հիմա մենք մեր նախընտրական ծրագրում, պարոն Խուդացյան, գրել ենք, որ մինչև 2040 թիվը 600 մեգավատ կուտակային կայան պետք է 600 հա դե տենց մի քիչ զապասով ենք դրել 600 մեգավատ կուտակային կայան, որ հիմա իմիջայլոց առաջիկայի շրջանում մենք բան ենք անելու, մի հատ ծրագիր ենք անելու, որ ձեզ քաղաքացիներին օգնենք, որ դուք ով որ ունի արևայինը, օգնենք ֆինանսական սուբսիդավորենք տոկոսները, որ դուք ձեր հայատներում նաև կուտակային կայաններ դնեք, այսինքն ցերեկը հավաքեք, գիշեր օգտագործեք, ցերեկը հավաքեք, որ այդ խնդիրը չլինի։ Դուք դեռ հոս մենք օրենսդրությունն ենք անում, պարոն վարչապետ։ Մոտավորապես երբ կհասցնենք դա։ Տարվա վերջ բացես կլինի։ Մաքսիմում մյուս տարվա սկիզբ այդ ծրագիրը կլինի։ Մենք փորձում ենք ես գումարման ազգային ժողովում օրենքն։ Այսինքն ձեր ասած այդ խնդիրը կլուծվի։ Մենք ձեզ տոկոսի սուբսիդավորում կանենք, դուք վարկը կվերցնեք, մենք տոկոս կսուբսիդավորենք։ Ձեր դներում իմիջայլոց մարդիկ կարան հավաքվեն նաև հարևաններով բանով, մի հատ ընդհանուր կուտակային կայան դնեն թաղերով բանով, որ շատ ոնց է Շնորհակալ եմ, շատ լավ։ Համեցեք եղբայր։ Մեր կաթն թանկացել։
Գոնե արա 200 Պապոյան 3 օր առաջ ենք քննարկել։ Ինչ Գոնե ենք 200 դրամ անցնենք։ ինչ ենք անելու կաթ հետ կապված։ Այն Ավել բան չեմ կա սեզոն, երբ որ կաթի գինը մի Այդ փոքր մայիսն է։ նվազում է, սովորաբար Ապրիլի ապրիլից վերջ, մինչև հունիս, սեպտեմբեր, հա, հոկտեմբեր սեպտեմբեր, այդ Մի հատվածում լիտր մածու խանութում 720 դրամ է։ Ինչա մեր կաթն 120 դրամ։ պարոն վարչապետին այդ հարցով 120 դրամով Սպասի կարանք պատասխանում է, հարցիդ պատասխանում է։ վարչապետին հանրապետության վարչապետին էլի են դիմել այդ հարցով եւ պարոն վարչապետին հանձնարարական է տվել մեզ ու մենք նախագիծ ենք մշակելու եւ ինչ որ գումարով կսուբսիդավորենք Մի քիչ այդ կօգնենք։ ամիսներին կօգնենք ձեզ Դու կաթներ թանկացրեք։ Մեզ էլ վարկեր տվեք։ չէ կաթը ոչ թե Թանկացնում ենք, այլ մի քիչ սուբսիդավորում։ Ֆերմաներ չեն զարգացնել։ Որտեղի զարգացնել։ տեսեք ոչ թե 120 կաթի դրամով։ մենք թանկացնում ենք Այլ մի քիչ այլ փող մենք ձեզ գումար ենք կօգնենք, էլի։ կաթի գինը մնա նույնը չթանկանա բայց դուք ունենաք շահույթ ավելի Հասկանալի արդեն։ Որ ձեր Էլի տա, վատն չի։ ձեր տա, էլի։ Էլի վատ չի։ Մեզի մեկը աջակցիկ։ Աջակցենք, այո։ Բայց որտեղ եք ապրում դուք հիմա։ Ձերա կապրեմ, մեզ Գոմը որտեղ է։ իմ տան տուրնա։ Մոտիկա։ Գումերն Կարանք գնանք նայենք գոմ։ Մեքենայով։ չէ, Բարով վարչապետ։ Մեքենա։ Անցած մյուս հաղամասն։ Իմի գումերն ստեր է։ Լավ անասուններ ունեմ, Չէ, լավ բերման ունեմ, բայց չեմ կարող։ բան ուզում էի ասեի, որ ֆերմայը ձերն էլ պետք է փոխեք։ Մենք ձեզ ուրիշ բանով աջակցում ենք, այդ փողը չեք վերցնում։ Հա, օքեյ, կաթով մի տարի, 2 տարի էլ կաջակցենք, բայց ֆերմայի տնտեսվարման ձևը պետքա փոխվի։ Պետքա կթելուց սկսած Պետք է մեզ օգնեք, որ փոխենք։ բա ծրագիր չունեմ։ Որտեղից փոխենք, 120 դրամ խոտ առնեմ, ճարի առնեմ, պահովին տամ, Ձեր ազգանունը ինչ է։ Ասատրյան։ Պարոն Ասատրյան ջան, Ջանե ջան։ տեսեք, մենք արդեն քանի տարի է այդ խելացի անասնագոմերի ծրագիր հիմա կա թե այո կա պարոն խելացի անասնագոմերի ծրագիրն անում ենք, որ այդ դարդից ազատվեք, որովհետև խելացի անասնագոմում արտադրված կաթը 200 դրամի չի իջնում երբեք։ 250 դրամ ես 250 դրամի չի Ես իջնում։ էլ դրանից հասկանում եմ, բայց ուժս չի պատում Չէ, որ սարքի։ բա դե բա մենք տան 84 թվին մեր համալիր աշխատել է։ Սպասի։ Խելացի անասնագոմերի ծրագրով 50% հետ վճար չենք Այո։ անում։ Ծախսած գումարի 50%-ը հետ ենք տալիս, կամ է վարկավորում ենք։ Ուղղակի պրոբլեմն է նա, որ այդքան ասում ենք, չի հասնում ինֆորմացիան ձեզ, չի հասնում կամ էլ դուք չեք մտնում այդ գործի մեջ։ Չեք մտնենք, մեզի եղբայր, աջակցեն, որ մտնենք։ Կարանք մի բան Հիմա պայմանավորել։ որ դու ճիկին մեր վարտինից, ես կարի քիչով հետ։ Դե բա դրա համար եկել եք։ Չի կարի։ Կարանք մի բան Եկել ես խոս։ Կարանք մի բան պայմանավորենք։ Ասա, Մի տարի, 2 տարի կաթի հարցում կաջակցենք։ Դրանից հետո պետք է այդ խելացի անասնագոմերը կառուցեք, փողը դնում ենք այդտեղ։ Ծախսի 50%-ը հետ ենք տալի։ Ենթադրենք 10 միլիոն ծախս արիր, գոմ սարքեցիր, 5 միլիոնը սենտ չէ, բայց անկանխիկ քարտի վրա հետ ենք տալիս։ Հետո տոհմային անասունները ձեռք բերեցիր, այդտեղ էլ 40% այդտեղ 10 միլիոն է դրա վրա ծախսեցիր, 4 միլիոնը սենտ, բայց թղթի փողով չէ, էլի քարտի վրա փոխանցում ենք։ Շատ լավ։ եւ վարկային բաղադրիչով Պայմանավորվում ենք, Լրիվ։ տես, հիմա որ թիվն է 2028 թվի մայիսին գալու եմ, եթե կաթի գնից բան ասեցիր, պետք է գամ ֆերմեն սարքածելնես փողդ հետ ստացած։ Լրիվ։ 9 միլիոն պետքա մեզնից ստացած լնես, բայց դու պետք է 9 միլիոնի համար ինչքան պետք է մի 20 միլիոն պետքա դնես, մի 9 միլիոնը հետ ենք տալիս։ Պայմանավորվանք, всё, գնացինք։ 40 տարի Մի րոպե, մարդկանց չբարևեցինք, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ուրախալի է։ Ուրախալի է, եկեք, ուրախ ենք շատ, լավ է։ Գնանք։ Երեխաներ են եկել, երեխաները։ Երեխեք ջան, բարև ձեզ, լավ եք։ Սրանից նվիրեմ ձեզ։ Լսի, այսօր իմ կուրտկեն էլա հաստ, լավ չի պահում։ Դու կկպցնես էլի, լավ չի պահում, այ այստեղ կկպցնեմ։ Նկարվենք, իհարկե նկարվենք։ դու հեռախոսը դες նկարել Պարոն Պապոյան, մարդկանց խոստացանք, էլի այդ գյուղի ծրագրերը չհետաձգեք, էլի։ Արագ, մաքսիմալ արագ ընդունեք։ Հա, եղբայր, հեսա գալիս եմ։ Մատել առանց։ Նատանում։ Բարև Փաշինյան, Հաջա։ շնորհակալ ենք կատարած աշխատանքի ու ծրագրերու Ես համար։ էլ ձեզնից եմ շնորհակալ։ Բարև եղբայր, ո՞նց ես։ Լավ, դուք ոնց եք։ Էսա
Էսա ինքը հարց ուներ։ Հարց ուներ թե չուներ։ Ես ունեմ ուզում եմ շնորհակալություն հայտնեմ խաղաղության համար։ Իմ մաշկի վրա ես զգացել եմ դա։ Շատ լավ։ Եկեք հայլենք Չեմ խոսենք։ ուզում Որտեղ եք ապրում։ Արցվանիստում։ Արցվանիստում։ Չեմ ուզում, որ ոչ մի ծնող այդ արդյունքները թափի։ Մեր խաղաղությունը թանկ բան է։ Պահենք, պահպանենք։ Ոչ մի քույր, ոչ մի եղբայր, ոչ մի հայ արդյունք հարազատ արդյունք թող չթափվի։ Մեր խաղաղությունը թանկ է, շատ է թանկ։ Դրա համար ես մարդկանց հետ շփվում եմ, ժողովրդի մեծամասնությունը կողմնակից է խաղաղության։ Բայց կներեք ո՞նց կարանք, որ ասում եք մեծամասնությունը, այսինքն կա մարդ, որ կողմնակից չի խաղ։ Դե որ եկան ուրիշներ եկան, պարոն Փաշինյան։ Չէ, նկատի ունեմ քաղաքացիների մեջ, ինչի պետք է կողմնակից չլինի։ Մենակ մի պատճառը, որ մարդը ինֆորմացիայի պակաս ունենա խաղաղության մասին։ Մենակ այդ պատճառը։ Ով կարա դեմը լինի խաղաղությանը, դա ընտրամաբանական։ Ապրես։ Երկրորդը Արցվանիստ համայնքում ձեր դղյակը, որ կառուցել եք, նվիրել եք մանուկներին։ Այո։ Շնորհակալ ենք դրա համար։ Բայց չենք եկել, բացում չենք։ Չէ, հələ բացում չի եղել։ Հələ չի եղել։ Չենք։ Երկրորդը ճանապարհաշինությունը արդեն ավարտվում է։ Արդեն փողոցներն են։ Լուսավորությունը, պարոն Փաշինյան, ջրագծերը, ոռոգման, խմելու ջրագծերը։ Էլ ինչից պետք է դժգոհ լինեն ժողովուրդը։ Ժողովուրդը դժգոհ։ Ամեն ինչ հերթով կան։ Ապրես, Բայց ամենակարևոր իսկականից խաղաղությունն է։ ժողովուրդ, տեսեք, այս շատ կարևոր բան է, էլի։ Ճանապարհ, էսա ասցի, ճանապարհը կկառուցվի, ջրագիծ, դպրոց, մանկապարտեզ, ամեն ինչ, ամեն ինչ։ Բայց հիմա մեր հիմնական խնդիրը խաղաղությունն է, որովհետև այս ընտրությունների արդյունքներով Հայաստանի Հանրապետության ժողովուրդը քաղաքացին մի հարցի պատասխան պետք է տա։ Ինքը տեր է կանգնում խաղաղությանը, թե տեր չի կանգնում։ Տեր պետք է կանգնի խաղաղությանը, այս ընտրությունների բանը, որովհետև խաղաղություն որ եղավ, ճամփի հարցնել, էնել, տենց հարց չկա, որ լուծվող չի։ Որ խաղաղություն չեղավ, ով է սիրտ ունենալու դպրոցի վրա, M1-ի վրա, M1-ի վրա, կամ էլ Վարդենիսում, որ խաղաղություն չեղավ, Սոտքում, հələ մի րոպե, էլի, պարոն Թորոսյան, այն օրը, որովհետև տպավորվեցի, պարոն Թորոսյան, մի հատ Սոտքում քանի տուն է, էլի, 10, հա? Չէ, այս պահին մեծ թիվ էր Սոտքում։ 77 տուն Սոտքում կառուցվում է։ Բա 77 այդ մարդիկ պետք է ապրեն այդ տանը, խաղաղությամբ ապրեն այդ տանը եւ Դրա համար ժողովուրդը կառավարության կողքին կանգնած է, պարոն։ ժողովուրդը 26 թվականի հունիսի 7-ին պետք է իր քվեարկությամբ խաղաղությանը տեր կանգնի։ Այդ շատ կարևոր բան է։ Շատ շնորհակալ ենք։ Գալիս է։ Շնորհակալ ենք։ Մեր մասնակիցները շնորհակալ ենք, ինչի համար։ Իր առաջ չեմ ասում, պարոն վարչապետ, որ շրջում է, հսկում է, աշխատում է։ Ժորժ ջան, դա մեր ընդհանրապես տեսեք։ Եթե Ես դուք մարդունուց եմ։ եղբայր, եթե կառավարության նիստերին հետևել եք, բարև ձեզ, 1000 բարև։ Ես միշտ մեր գործընկերներին կոչ եմ անում, ասում եմ, ինչքան կաբինետում ենք աշխատում, պետք է այդքան էլ դրսում աշխատենք, մարդկանց հետ շփումով։ Որովհետև մարդկանց հետ շփում մեզ նաև մեծ ինֆորմացիա տալիս, թե ինչ է կատարվում։ Մասին 10%, 1% մտածեք։ Չենք մտածում։ Դե մի քիչ այս մարդ Չենք շատ մտածում, ատանջում, բայց ինչքան սուբվենցիա ունենք։ Այս տարի, անցած տարի 4 միլիարդ 200 միլիոն։ Ոյ տնաշեն։ 4 միլիարդ սուբվենցիա ենք ծրագիր ենք հաստատել, ասում եմ, որ մի քիչ Վարդենիսի 4 միլիարդ պատկերացնում ես այդ ինչ թիվ է։ լավ աշխատում են, չէ։ Հələ բացի այդ բանը, այս կենտրոնական ճանապարհն է, այդ սուբվենցիա չի, կառավարության միջոցներով է սարքվում։ Այսինքն Վարդենիսի համար 4 միլիարդ, Վարդենիս կյանքում մի տարվա մեջ 4 միլիարդի ծրագիր իրականացվում։ 12 այդ գալիս է մոտավորապես 10 միլիոն դոլարից ավել, ինչքան է կուրսը հիմա 10.5 միլիոն դոլարի, այդ մենակ անցած տարվա ծրագիր։ Բայց տարի 3 միլիարդից ավելի կոստում է տեսնում։ ասում եմ մի քիչ Վարդենիսի մասին։ ունենք այս սովետական Կոմբինատը, որ կոմբինատի։ Զոդի Զոդի կոմբինատի մասին էլ է մտածվում։ Մտածվում է 1000 հոգի անդորս չունեն մեղք են, էլի։ դե այդ դրա պայմանն էլ է խաղաղություն եղավ, գործն էլ կլինի, աշխատանքն էլ կլինի, գործարանն էլ կլինի, ամեն ինչն էլ կլինի։ Այդ ամենակարևորը խաղաղությունն է։ Իմիջայլոց ասեմ ձեզ, ճանապարհները, սահմանները որ բացվեց,
Այդտեղ էլ հազարավոր աշխատատեղեր են բացելու։ Առևտուրը որ բացվեց, Փակվավ առևտուր կայնավ ստեղ, բարշե։ ոչինչ կբացվի, էլի կաշխուժա։ Մենք լավ էլ Կող կաշխատենք։ հույս ունեմ կողմեք, որ Լեզուն էլ գիտենք, լավ է։ հույս ունեմ, գիտեք ադրբեջաներեն գիտեք։ Հա, Հույս ունեմ կողմեք, որ բացվի կամանց, քայլ, մի անգամից չի լինի, պարզա 30-քանի տարվա թշնամանքից հետո քաղաքն ենք, որ առաջինն եք, վերջինը չի։ Առաջինը։ կլինի, այ։ Կարող եմ փոխանցել ձեզ։ Ես կարող եմ փոխանցել ձեզ, պարոն վարչապետ։ Այո, իհարկե։ Շնորհակալ եմ։ Մենք մեր քաղաքապետարանից գործ Մենք էլ ենք գործեր քաղաքապետարանից։ Աջան։